Պարոն Համբարձումյան, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ ասում է կոռումպացված դատական համակարգ է, մաֆիաներին է սպասարկում, դուք դրան ինչպես եք վերաբերվում, դատական համակարգի ներկայացուցիչ եք։ Ինչպես պետք է վերաբերվում։ Դուք ասեք, ես չգիտեմ։ Ստացվում է, որ Անարդարության երկրի սովի պատճառը դատավորներն են։ Ինչպես, երբանից պետք է վերանայեք ձեր աշխատանքը։ Մենք մեր աշխատանքը անում ենք։ Մնացածը արդեն գնահատականի հասցեն։ Այս հայտարարությունները չեն հեղինակազրկում դատական համակարգը, դատավորի պատմությունը, կարգավիճակը չգիտեմ։ Իդեալական համակարգեր չկան, դատական համակարգն էլ որ ասենք իդեալական չի, բայց դե տարբեր գնահատականներ կարող են լինել։ Հազարավոր, տասնյակ հազարավոր օրինական հիմնավորված դատական ակտեր են կայացվում տարիների ընթացքում։ Այնպես կարող է լինել նաև դատական ակտեր, որ ասենք օրինական չեն, հիմնավորված չեն, վերադասաճանները բեկան ես չեմ կարծում, եթե կոռուպցիայի արդյունքում են, ապա համապատասխան գնահատականի կարժանան։ Լրագրողներից ասում եք գնացեք պարզեք ով ում հարցն է, ով ում փեսան է, ով ում թողն է դատավոր։ Դուք ում փեսան եք, օրինակ ինչպես եք դարձել դատավոր։ Ինչ-որ ԽՑԲ մեխանիզմը աշխատել է ձեր դատավոր դառնալու ճանապարհին։ Ոչ մեկի փեսան չեմ։ 27 տարի է դատավոր եմ աշխատում։ Շատ-շատերը որևէ խնդիր չունեն, այդպիսի խնդիր չունեն։ Կարող են լինել նաև առանձին անձինք, որոնք ինչ-որ մեկի բայց դա չի նշանակում, որ այդ դատավորները կոռումպացված են կամ եթե կոռումպացված են, ուրեմն համապատասխան մարմինները պետք է Պարոն Համբարձումյան, օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում է, ձեզ հաշիվ տվել եք, ինչով եք զբաղվում։ Հիմա հետաքրքիր է, դատավոր պարոն Համբարձումյանը, ինչպես իրեն պետք է հաշիվ տա, որ դառնա օրինակ Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորը, մեթոդը ո՞րն է։ Չէ, մենք մեր գործը անում ենք, մեր իրավասության սահմաններում աշխատում ենք, մնացածը գնահատականները դժգոհ է, ասում եք գալիս են ինձ ասում են Քոչարյանը ինչի նստած չի, ես ինչի նստած չի, ընդհանուր ասում արդարադատության մթնոլորտ չկա։ Ժողովուրդը մեծ հաշվով դժգոհ է, առանձին ինչ-որ անհատներ, առանձին դատական ակտերից հնարավոր է, որ դժգոհ լինեն, բայց ընդհանուր առմամբ իմ կարծիքով արդարադատության որակը բարձրացել է այս տարիների ընթացքում։ Անկախ, անկաշկան գործում է դատական համակարգը։ Այդ թվում նաև այս 8 տարիների ընթացքում, որ վետինգ չէ, որ հեղափոխությունից հետո էլ է բարձրացել։ Ես չեմ կարծում, թե ճնշումներ կան։ Ինչպես, օրինակ Դավիթ Հարությունյանին, չգիտեմ, Աննա Դանիպեկյանին հեռացնելով, Վահե Միսակյանին հեռացնելով, կարծես դատական համակարգին կարկառունային հեռացնելով է դատական համակարգի որակը բարձրացել։ Դրանք առանձին դեպքեր են, պետք է առանձին նայել։ Դժվար է ասել, թե պատճառները որոնք են, ես չէ որ պետք է դրա գնահատականը տամ։ Թույլ կտաք։